Անցած անգամ ոնց որ խոսեցինք հավասարաչափ անընդհատության մասին, հա։ Հիմա ձևակերպենք մի հայտանիշ, հա։ Ֆունկցիոնալ շարքերի հավասարաչափ զուգամտության Հայոց հայտանիշը Հայոց նաև անվանում են մաժորանտով հայտանիշ, հա։ Դիցուկ ու այն ֆունկցիաները որոշված են x-ի վրա, եթե գոյություն ունեն թվերը այնպես, որ առաջինը մեր UN x-երը մոդուլով չեն գերազանցում c-ը բոլոր x-երի համար x-ից և երկրորդը c-ներից կազմված այս թվային շարքը զուգամետ է, իհարկե այստեղ կարող ենք պարզապես գրել փոքր անվերջ, որովհետև c-ները, ինչպես տեսնում եք, ինչպիսի թվեր են դրական, հա, զուգամետ է, ապա այս գումար UN-x ֆունկցիոնալ շարքը հավասարաչափ զուգամետ է այս նույն x բազմության վրա։ Շատ լավ, ինչպես սա ապացուցենք, ինչպես կարող ենք ցույց տալ, որ շարքը հավասարաչափ զուգամետ է, ինչ գործիք ունենք մեր ձեռքի տակ։ Կոշի զուգամության սկզբունքը, հա, ուրեմն համաձայն կոշի զուգամության սկզբունքի բավական է ցույց տալ, որ կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, որը կախված է էպսիլոնից, հա։ Այնպես որ այդ համարից սկսած ինչ կարող ենք ասել
մենք դեռ շարք ենք դիտարկում։ Դրա համար n plus 1-ից n plus p։ Այսինքն պետք է n plus 1-ից n plus p ֆունկցիաների գումարի մոդուլը փոքր լինի էպսիլոնից, ստեղ մեկելու մասին պետք է։ Համարական p բնական թվի համար, հա։ Իրականում n plus 1-ից կգրեինք թե n-ից ոչ մի տարբերություն, բայց եթե ոնց որ մեծատառ ու n-ով նշանակենք ու 1-ից ու n գումարը, հա, այդ դեպքում այս գրվածը պարզապես իրանից ներկայացնում է մեծատառ ու n plus p հանած մեծատառ ու n, ինչ որ ֆունկցիոնալ հաջորդականությունների համար էին գրում։ Զուտ է դա։ Ու ոնց որ մեկ էլ ինչն է հարմար, որ այս պարագայում քանի անդամ ենք ունենում, քանի գումարելի ենք ունենում։ Հա, ոնց որ զուտ է դա, թե չէ առանձնապես ոչ մի տարբերություն չկա, ու n plus 1 կգրեք, թե ու n կգրեք, ճիշտ նույն բանն է։ Լավ, հիմա մենք ուզում ենք այս գնահատականը տանք։ Ստանանք, որ մեր ուզած էպսիլոնից կարող ենք փոքր դարձնել այս գումարի մոդուլը, որի համար որ գնահատականը պետք է օգտագործենք։ Հա? Լավ, այս սրանունը 1 դնենք, հա, որը ուզում ենք ապացուցենք, C-ները զուգամիտ են, հա։ Գիտենք, որ գումար C-ն զուգամիտ է։ Ուստի ինչ կարող ենք ասել։ Ինչպես։ Ուստի համաձայն կոշու շարքերի համար կոշու սկզբունքի, հա։ Ինչ կարող ենք ասել, որ կամայական էպսիլոն դրական թվի համար, գոյությունի միապիկ համար, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Cn plus 1-ից մինչև Cn plus p-ի գումարի մոդուլը փոքր էպսիլոնից բոլոր p-երի համար սրանունը դնենք 2։ Հիմա մեզ պետք էր այս գնահատականը ստանալ։ Հիմա եկեք այդ գնահատականը ստանանք։ Ինչ ենք անելու։ Ու մեկ էլ ինչա պետք է օգտագործել, ինչ անհավասարություն է պետք է օգտագործել։ Հա, մեկ էլ եռանկյան անհավասարությունն է պետք է օգտագործել, հա։ Հետևաբար, օգտվելով եռանկյան անհավասարությունից C-ը մեծած հավասար 0-ով և 2-ից կստանանք որ կստանանք ինչ որ այս մոդուլ ու n plus 1 x գումարած ու n plus p x-ը փոքր է հավասար
առանձին մոդուլների գումարից, հա։ Այդ սրանցից, հա, իհարկե ստեղ նաև մոռացա նշեմ այն այստեղ 1-ից C-ը 1-ից էլ ենք օգտվում, հա։ Այս որ UN + 1, UN + P-ն կարող ենք փոխարինել CN + 1, CN + P-ով, հա։ Ու վերջապես, նո, այստեղ այս 1-ն ենք օգտագործել, այստեղ եռանկյան անհավասարությունը։ Այս սա պարզապես հենց մոդուլ CN + 1, CN + P-ն է, հա։ Ու որն էլ փոքր է էպսիլոնից արդեն մեր երկրորդն ենք օգտագործում, հա։ Այսպիսով ստացանք 1-ը, հա, հավասարաչափ զուգամտությունը։ Գումարում են շարքի հավասարաչափ զուգամտությունը։ Շատ լավ։ Ստեղից հարցեր։ Ապել օրինակ նայենք, ցույց տանք, որ այս գումար 1-ը բաժանած x քառակուսի գումարած n քառակուսի շարքը հավասարաչափ զուգամետ է r-ի վրա։ X քառակուսին թե n քառակուսին։ Մենք ուզում ենք ստանալ գնահատական անկախ ինչից, x-ից։ Միայն ոնց որ թվեր ենք ուզում ունենանք, x-ից անկախ գնահատական ենք ուզում ունենալ ու պարզ է որ, հա, որ x քառակուսի + n քառակուսի մեծ հավասար է n քառակուսի, ուստի այս 1 բաժանած x քառակուսի + n քառակուսի փոքր հավասար է 1 բաժանած n քառակուսի։ Սրան ոնց որ մաժորանտ են անվանում, հա, այս մեր ֆունկցիան մաժորվում է այս թվով, դրա համար էլ անվանում ենք Weierstrass-ի մաժորանտային հայտնանիշ, հա։ Այս նո, իհարկե կարող ենք ստեղ էլ մի հատ մոդուլ դնել, բայց դրական է, հա, այս մոդուլը դրած թե չդրած նույն անհավասարությունն է եւ մի հատ էլ մեզ հարկավոր է ասել, որ ինչ։ Այս բոլոր x-երի համար r-ից, քանի որ գումար 1 բաժանած n քառակուսին, հա, որը համացայինի դերը զուգամետ է, ինչի է զուգամետ, որտեղ ցուցիչը 1-ից մեծ է, կարող որ այս շարքը զուգամետ է, ուստի Weierstrass-ի հայտնանիշից կստանանք, որ
Ասենք որ ես մեկ բաժանած x քառակուսի պլյուս n քառակուսու է շարքը ինչ է հավասարաչափ զուգամետ է, հա, ու երբ որ ասում եք հավասարաչափ զուգամետ է, պետք է ասեք որտեղ, հա, r-ի վրա։ Ինչպես։ Ինչ-որ մի հատ x-ից կախված ֆունկցիա է, հա։ Ֆունկցիա է, որի արժեքը, ասած մենակ, ոնց որ ինչ-որ շատ քիչ կետերում է հնարավոր հաշվել։ Ասենք x-ը 0-ում հայտնի է այդ շարքի գումարը ինչն է, pi քառակուսի 6-րդն է, բայց այդ ստանալը առանձին մի հատ նորմալ խնդիր է։ Այլ կետերում էլ ոնց որ իդեպ անցած անգամ ինչ-որ բան խոսում էինք, ոնց որ եթե ինչ-որ պրոգրես կա, բայց գործարվել է, որ պրոգրես է, օքեյ։ Իրականում, հա, հետո կարող ենք ստանանք, որ էի շարքերը անցնենք, դրա միջոցով եթե հնարավոր է ստանալը։ Բարի, լավ, ֆունկցիոնալ հաջորդ թեմային անցնենք, հա, հավասարաչափ զուգամետ ֆունկցիոնալ շարքի անընդհատությունը։ Նախ եթե ունեք օրինակ վերջավոր հատ ֆունկցիաներ անընդհատ, որ գումարում եք, իրանց գումարը անընդհատ է, հա։ Անվերջ հատ ֆունկցիաների դեպքում այդպես չի։ Կարող ենք ֆունկցիոնալ շարքի օրինակ բերենք, որ ամեն մի ֆունկցիան անընդհատ լինի, բայց գումարը էլ անընդհատ չլինի։ Կամ տենց հաջորդականության օրինակ տեսել ենք, որ հաջորդականություններ, որ անընդհատ ֆունկցիաներից էր բաղկացած, բայց սահմանը անընդհատ ֆունկցիա չէր։ Տանգիսը հաջորդականություն չի, բայց պետք է հաջորդականությունը ասեք։ Մի հատիկ օրինակ ենք նայել, ուրիշ երկրորդը չկա էլ, որ նայել ենք։ Լավ, x-ի են աշճան հաջորդականությունը հիշում եք, ինչ էր։ Ոնց որ սահման x-ի n-ը, երբ որ n-ը ձգտում էր անվերջան, ինչ էր։ 0 էր n պարագայում, երբ որ x-ը որտեղ է։ Օրինակ 0-ից 1 մա, իհարկե ինչ որ ասացիր ճիշտ է, բայց ասենք 0-1-ի վրա ենք նայում։ Ու 1 կետում 1 է։ Այս անընդհատ ֆունկցիաների սահմանը խզվող ֆունկցիա է։ Հիմա կարող ենք շարք դարձնել։ Որ շարքը կարող ենք դիտարկել ստեղ։ Հիմա ոնց որ այս ֆունկցիոնալ հաջորդականությունից մենք շարքի անցումը ասել ենք ոնց ենք անում մի անգամ։ Ոնց որ օրինակ առաջին անդամը գրեցի x, հաջորդ անդամը ինչ կուզենակ գրենք։ Ասա։ x քառակուսի անոց x այո։ Հետո հաջորդը որը։
հանած x քառակուսի, հա։ Այսպես x-ն աշճան հանած x-ն -1։ Ու այս եթե նայենք, եթե այսքանը նշանակենք fx-ով, այս գումարը կտա fx, գումարները բոլորը անընդհատ ֆունկցիաներ են, հա, 0,1-ի վրա, հա։ Այստեղ այս ֆունկցիոնալ շարքի անդամները բոլոր անդամները անընդհատ են 0,1 փակի վրա սակայն գումար ֆունկցիան fx-ը ինչ է անընդհատ չէ, հա։ Խզվում է որ կետում։ Խզվում է մեկում։ Այսինքն, ինչ ենք տեսնում, որ եթե կետային զուգամիջություն ունենք ֆունկցիոնալ շարքի, այդ որ անընդհատները իրար գումար 1, հեշտ պարտադիր չի, որ գումարն էլ լինի անընդհատ։ Այսինքն, ոնց որ եթե ուզում եք, որ գումարը էլի անընդհատ լինի, պետք է ավելի թույլ, թե ավելի խիստ պահանջ դնեք այդ զուգամիջության վրա։ Ավելի խիստ պահանջ պետք է դնեք, որ ավելի դասը նեղանա, որ հույս լինի, որ կունենաք այն լավ հատկությունը, որ ուզում եք ունենաք։ Հա? Ու ոնց որ կետորեն զուգամիջությունից ավելի խիստ հատկություն, դա հավասարաչափ զուգամիջություն է։ Ու պարզվում է, որ այո, հետևյալ թեորեմը կա։ Եթե գումար UN x ֆունկցիոնալ շարքը հավասարաչափ զուգամետ եմ x-ի վրա և UN-x ֆունկցիաները անընդհատ են էլի նույն x-ի վրա, ապա այդ շարքի գումարը, հա, x-ը հավասար է գումար UN-x այս ux ֆունկցիան ևս ինչ է անընդհատ է x-ի վրա։ Սրա նման մի հատ էլ թեորեմ կարող ենք ձևակերպել ում համար։ Եթե այստեղ ձևակերպեցինք ֆունկցիոնալ շարքերի համար, մի հատ էլ կարող ենք ձևակերպել ինչերի համար։ Ֆունկցիոնալ հաջորդականությունների համար, հա, ասենք չգիտեմ, այստեղ լավ թեորեմ 1 գրենք, այստեղ էլ թեորեմ 2։ Եթե f-ն x-ը հավասարաչափ զուգամիջում է fx-ին, հա, x-ի վրա, և
պետք է պահանջենք, որ եւ fn(x)-ը, հա։ fn(x)-ն անդադեն x-ի վրա։ Ապա ինչ կարող ենք ասել, fx-ն էլ անընդհատ է, այս ամենայն ֆունկցիան fx-ն անընդհատ է x-ի վրա։ Գալանք մի հատիկ հասկանանք ինչպես թեորեմ 2-ից թեորեմ 1-ն է բխում, հետո էլ թեորեմ 2-ը արդեն ապացուցենք, հա։ Իրականում երկուսը իրար համարժեք են։ 2-ից 1-ը, թե 1-ից 2-ը ոնց որ պարզապես մեկը շարքերի լեզվով է գրած, մեկը հաջորդականությունների լեզվով է գրված ու 1-ից մյուսը արդեն ասել ենք, թե ոնց կարող ենք անցնել։ Հա, ասենք, ինչպես նախ, այստեղ ապացույց թեորեմ 1, հա, ցույց տանք, որ թեորեմ 2-ից բխում է թեորեմ 1-ը։ Հիմա ասենք թեորեմ 2-ը ունենք, ոնց թեորեմ 1-ը համոզվենք, որ ճշմարիտ է։ Հիմա եթե ֆունկցիոնալ շարքի հավասարաչափ զուգամություն ունենք, ապա որ հաջորդականության հավասարաչափ զուգամությունը կունենանք։ Գումար ու nx ֆունկցիոնալ շարքը գիտեք, որ հավասարաչափ զուգամետ է։ Հիմա որ ֆունկցիոնալ հաջորդականության հավասարաչափ զուգամության մասին տեղեկություն եք ստանում։ Ու x-ը այդ հաջորդականություն չի։ Գոնե n պետք է լինի ինչ-որ միտեղ։ Հա? Շարքերն ու հաջորդականությունները ոնց են կապվում ժողովուրդ։ Ոնց է շատ բարձ հարց եմ տալի։ Հա? Ու nx-ը ինչն է։ Դե էդի ոնց որ այտենց անդամները որ նայես, այդքան շարքի հետ փոխկապակցված չի լինի։ Հա, էդի հաջորդականությունն է, ճիշտ է, բայց n մեր ուզածը չի։ Որ նաև իր սահմանն էլ սրա գումարի հետ ինչ-որ կապ ունենա։ Մասնակի գումարները հաջորդականություն։ Հա։ Դիտարկենք։ Անկեք են մյուս կողմում դիտարկենք։ Դիտարկենք գումար ու nx շարքի մասնակի գումարների հաջորդականությունը։ Ոնց որ իրականում երկուսը իրար համարժեք են, որից որը ուզում եք կարող եք ցույց տալ։ Հա, թեորեմ այդ, օքեյ, ճիշտ դիտողություն է, թեորեմ 2-ը առանձին պետք է ապացուցել, հա, մինչև չապացուցենք, այդ չենք ունենա, պարզապես ասացի այդ պարզ կտորը արանքից հանենք, որ հետո այդ ձևակերպումները ջնջելուց հետո էլ ոչ մեկ
չասի, բայց ընդ ինչ էր գրած, ոնց էր այդ, թե չէ իհարկե դիտողությունը տեղին է։ Վայ։ Ասենք մեծատառ UN x-ով, եթե նշանակում ենք U1x գումարած միջև UN(x) կունենանք, որ թեորեմ 1-ի պայմաններից բխում է, որ այս մեծատառ UN x-երը հավասարաչափ զուգամիտում են ում։ Այն գումար ֆունկցիային, որը որ փոքրատառ x-ով էր նշանակած։ Որտեղ։ Այս x-ի վրա։ Հիմա որպեսզի այն թեորեմ երկուսը կարողանանք կիրառենք, մեկ էլ մեզ ինչ է հարկավոր։ Որ փոքրատառ, մեծատառը որ անընդհատ լինի, այս հաջորդականությունը որ անընդհատ լինի, չէ՞։ Այս մեծատառները որ անընդհատ լինեն, եթե փոքրատառները անընդհատ են, ապա իրանց գումարը անընդհատ է։ Որ եւ մեծատառ UN(x) անընդհատ է x-ի վրա։ Հետևաբար կարող ենք կիրառել ինչը։ Թեորեմ 2, հետևաբար կիրառելով թեորեմ 2-ը կստանանք, որ UX-ը UX-ն անընդհատ է x-ի վրա։ Հիմա մեզ հարկավոր է ապացուցել թեորեմ 2-ը։ Ինչ արեցինք։ Ունենք շարք, որը հավասարաչափ զուգամետ էր, դիտարկեցինք իր մասնակի գումարները, որպես հաջորդականություն արդեն հավասարաչափ զուգամիտում են այդ շարքի գումարին, ու այդ մասնակի գումարները հանդիսանալով անընդհատ ֆունկցիաների, վերջավոր հատ անընդհատ ֆունկցիաների գումար, էլի անընդհատ են լինում։ Այսինքն գալիս ենք գնում ենք թեորեմ 2-ի պայմանների տակ, որ ունենք ֆունկցիոնալ արդեն հաջորդականություն, որը հավասարաչափ զուգամետ է ու որի անդամները անընդհատ են։ Ուրեմն իր սահմանային ֆունկցիան եւս անընդհատ է։ Մեզ հենց դա էլ պետք է համոզվել, որ մասնակի գումարների սահմանը, այսինքն այս շարքի գումարը անընդհատ ֆունկցիա է։ Ուրեմն այլ հարցեր հիմա ապացուցենք թեորեմ 2-ը։ Հիմա վերցնենք կամայական։ Մենք ուզում ենք ցույց տանք, որ այս fn(x)-ի սահման հանդիսացող fx ֆունկցիան անընդհատ է x-ի վրա։ Ոնց ենք համոզվում, որ x-ի վրա անընդհատ է, պետք է ոնց եք ստուգում, որ ինչ-որ ֆունկցիա, ինչ-որ բազմության վրա անընդհատ է։ Այդ ինչ է նշանակում, որ ինքը, որ կամայական կետում պետք է լինի անընդհատ։ Վերցնենք կամայական x0 պատկանում է x եւ ցույց տանք, որ fx-ն անընդհատ է x0-ում։ Այսինքն, այդ ինչ է նշանակում։ Կամ էպսիլոն դելտայով եթե գրենք, որ կամայական
էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի դելտա այնպես որ հենց x մինուս x0-ն փոքր է դելտա եւ իհարկե x-ը պատկանում է ոնց որ x-ին, որտեղ x-ի վրա է որոշված, տեղից բխելու է, որ մոդուլ fx հանած fx0-ն փոքր է էպսիլոնից։ Սրա անունը մեկ տնենք, հետո արդեն կապացնենք։ Դարի, ինչ արեցինք, հիմա ուզում ենք համոզվենք, որ թեորեմ 2-ը իրոք ճշմարիտ է, ու դրա համար ուզում ենք համոզվենք, որ այս տեղի ունի, մեկ պայմանը տեղի ունի։ Հիմա մենք գիտենք, որ f-ի անընդհատությունն ենք ուզում ստանանք ու ինչ գիտենք, որ f-ներն են անընդհատ ու f-ները f-ին մոտիկ են, որտեղ հավասարաչափ են զուգամիտում։ Ինչպես։ Հիմա ոնց որ փորձենք այս ստանալ, ինչ միջոցով կարող ենք սա ստանալ։ Սենց շատ կոպիտ ասած ասա ով անկերդ, ասեմ ով ես դուս։ Եթե իր անկերները անընդհատ են, ինքն էլ է անընդհատ։ Ըստ էության է դրա մասին է այստեղ խոսքը։ Հա։ fnx-ից հանած fnx0-ն, այո, էպսիլոնից փոքր կդառնա։ Բայց այդտեղ այդ դելտան կախված է լինելու ինչից։ Էպսիլոնից ու մեկ էլ n-ից։ Այսինքն ուզենալու եք, որ n-ը փոփոխվի, թե ուզենալու եք, որ n-ը ինչ-որ ֆիքսված լինի։ Ինչ-որ ֆիքսած եք ուզենալու n-ը լինի։ Այդ ո՞նց եք այդ n-ը ֆիքսելու։ Անտիր։ Լավ, հիմա գնանք։ Գիտենք, որ f-ը հավասարաչափ զուգամտում է f-ին x-ի վրա, հետևաբար կամայական էպսիլոնի համար, գոյություն ունի, եթե ինչ-որ մի հատ էպսիլոն ֆիքսենք, գոյություն ունի մի հատ համար, n0, այնպես որ n0-ից սկսած, ինչ է տեղի ունենում։ fnx-ից հանած fx-ի մոդուլը փոքր է էպսիլոնից։ Մասնավորապես n0-ի համար էլ, այստեղ իհարկե կարող ենք էպսիլոն բաժանած կամայական թվի վրա գրել, կգրենք էպսիլոն 3, հա։ Մասնավորապես սա տեղի ունի n0-ի համար։ Երկուսը տեղի ունի n0-ի համար։ Հիմա մի հատ էլ պետք է ասենք, որ fn0-ն ինքը ինչպիսին է։ Քանի որ օգտվելով fn0 x ֆունկցիայի անընդհատությունից որ կետում մեզ հետաքրքրում է այս պայն x0-ն, դրա համար ամեն ինչ անելու ենք x0-ի համար, հա, ֆունկցիայի Ինչպես։
մենք բոլոր f-ները ունեինք, որ անընդհատ են, առհասարակ, հիմա ինչ-որ կոնկրետ մեկն ենք վերցրել, քանի որ այս ֆունկցիան անընդհատությունից x0-ում կստանանք, որ ինչ որ այդ նույն էպսիլոնի համար, հա, դու կարող ես գտնել մի հատ դելտա, դելտան իհարկե կախված է լինելու էպսիլոնից եւ n0-ից, իհարկե այդ n0-ն էլ իր հերթին ինչից էր կախված, էպսիլոնից էր կախված, այսինքն ի վերջո դա էպսիլոնից է կախված, հա։ Այնպես որ հենց մոդուլ x մինուս x0 փոքր է դելտա եւ x-ը x-ից է, ուրեմն ինչ ենք ունենալու fn0x հանած fn0 x0 փոքր է լինելու էպսիլոնից։ Հիմա այս ռաունն էլ եկեք դնենք 3, հա, նո, կներեք, ստեղ էպսիլոն երրորդ եկեք էլի գրենք։ Հեսա մի րոպեից կտեսնենք ինչի երրորդ։ Իհարկե կարող ենք էպսիլոններ գրել, հետո ասենք այս գնահատականում մի քանի էպսիլոն ստանայինք ու հասկանալի է, որ հեչ կարևոր չի։ Էպսիլոն եք ստանում, թե 100 էպսիլոն եք ստանում, որտեղ միևնույնն է, ինչքան ուզես փոքր ես կարողանում դարձնել, հա։ Շատ լավ։ Հիմա մեր այս պահանջով գումարելին եկեք, այս տարբերությունը եկեք գնահատենք։ Հետևաբար այս մոդուլ fx հանած fx0 նախ ինչ տեսքով գրենք fx-ից ինչը հանենք fx-ից fn0x-ը հանենք հետո fn0x-ը պետք է գումարենք հա fn0x0 հանենք, հետո էլ պետք է գումարենք fn0x0-ից հանած ինչը fx0-ն։ Այս 3 հատ գումարելու, հա, այս գումարի մոդուլը կարող են գնահատել մոդուլների գումարով, հա, այսինքն ստեղ գրենք փոքր է հավասար մոդուլ fx հանած fn0x հետո մոդուլ fn0x հանած fn0x0 եւ վերջապես մոդուլ fn0x0-ից հանած fx0 Հիմա ինչ ունենք, fx հանած fn0x-ը համաձայն 2-ի թե 3-ի կարող են գնահատել։ Համաձայն 2-ի, չէ։ Այս էլ հիմա գնահատենք։ Ստեղ փոքր է հավասար, մի հատ երկուսն ենք կիրառում, ստեղ ստանում ենք էպսիլոն երրորդ գումարած, այս երկրորդ գումարելին կարող ենք երկուսի միջոցով գնահատել, թե չէ։ Այդ չէ, որտև զուտ fn0-ին է վերաբերվում, բայց այս մյուսը էլի կարող ենք գնահատել, որտև այս ինչ-որ x-ի տեղը ինչ-որ ֆիքսած x0-ի համար է նույն բանը գրված, հա։ Ինստեղ պահենք այս տարբերությունը իսկ այս անդամն էլ կարող են գնահատել երրորդի միջոցով, հա, այստեղ իրականում փոքր է հավասարություն չկա, այս էլ փոքր է
դե էպսիլոն երրորդները 2 էպսիլոն երրորդը գրեցինք, գումարած այս մի անդամն էլ էլի էպսիլոն երրորդով եւ իհարկե մոդուլ x մինուս x0 փոքր է դելտայից եւ x-ը այսինքն ստացանք ինչ որ մեզ պետք է այս մեր էպսիլոնը ստացանք, տեսանք որ այս fx հանած fx0-ն կարող ենք դարձնել փոքր էպսիլոնից, միայն թե x-ը x0-ին բավականաչափ մոտիկ լինի։ Ասա։ Այ, այս երկրորդ անհավասարությունը ինչ ասում, որ սահմանային ֆունկցիային այս մեր հաջորդականության անդամները մոտենում են։ Սա շատ կոպիտ ասած, եթե այստեղ մի փոքր նկար անեինք, այս հետևյալն է, ասենք, չգիտեմ, այս մեր սահմանային ֆունկցիան է, fx-ն է, սրանք էլ այդ fn-x-երն են, հիմա իրենց տարբերությունը կամայական կետում էպսիլոնից փոքր է։ Դու ասում ես, օքեյ, այս կետում է, մեզ հետաքրքրում անընդհատությունը, այս մեր x0 կետն է, այս կետից անցնում եմ, ասում եմ, այստեղ այս x0-ն ու x-ը որ ունենք, այս հեռավորությունները էպսիլոն երրորդը չեն անցնելու, մնում է հասկանանք, որ այս մեր fn0 ֆունկցիայի համար x եւ x0 կետերում արժեքները իրար մոտիկ են, իսկ դա հենց անընդհատությունն է երրորդ պայմանն է, հա? Այլ հարցեր։ Ոնց որ այս տիպի ինչքան շատ հարց տակ, այնքան ավելի լավ ամեն ինչը որ տեղը կընկնի։ Բարի, այսպիսով ստացանք մեկը ուստի նաև f-ի անընդհատությունը x-ի կամայական կետում նույն է թե x-ի վրա։ Սայից հարցեր։ Հիմա արդեն եկեք տեսնենք, որ ինչ-որ ֆունկցիա անընդհատ է, հա, այսինքն կարող է ցույց տանք, որ այս գումար, ասենք, սինուս nx բաժանած արմատային խորանարդ պլյուս 1-ը այս շարքի գումարը հանդիսացող ֆունկցիան անընդհատ է r-ի վրա։ Ինչպես պետք է ցույց տանք, որ այս գումարը անընդհատ է r-ի վրա։ Դրա համար պետք է ցույց տանք, որ այս շարքը հավասարաչափ զուգամետ է, դե այն որ շարքի անդամները ինչպիսին են։ Մեկ ցած հարկավոր հավասարաչափ զուգամություն ու նաև այս անդամների անընդհատությունը։ Հա, հիմա անընդհատությունը ակնհայտավոր կա, բա հավասարաչափ զուգամությունը ինչպես ստանանք այս շարքի։ Վայրշասի հայտանշով, այլ։ Ցույց տանք, որ լավ։ Նախ ապացուցենք տվյալ շարքի հավասարաչափ զուգամտությունը
մոդուլ սինուս nx բաժանած արմատ n խորանք պլյուս 1-ը պետք է գնահատենք որ կողմից։ Դուր կծածկի կողմից։ Վերևից գնահատում ենք ինչպես։ Ստեղ 1-ը բաժանած արմատ n խորանք պլյուս 1, իհարկե կարող ենք շարունակել այս գնահատականը, էլ ավելի պարզ տեսք ստանանք։ 1-ը բաժանած արմատ n խորանակ, որը 1-ը բաժանած n-ի 3/2-ն է։ Ու ինչա հարկավոր իմանալ սրա մասին, որ սրանից կազմված շարքը զուգամետ է։ Հաշվի առնելով, որ գումար 1 բաժանած n/2 շարքի զուգամտությունը կարող ենք հիշել, որ ցուցիչը 1-ից մեծ է։ Դայշրասի հայտանշից կստանանք, որ ինչ։ Այն սկզբնական շարքը մի հատ էլ երկրաշարժ է սալ մնալի։ Ստանանք, որ այս շարքը հավասարաչափ զուգամետ է որտեղ R-ի վրա, որտեղ ստեղ իհարկե արժեր նշել, որ այս գնահատականը տեղի ունի բոլոր x-երի համար R-ից ու այդ պատճառով մենք ստանում ենք, որ հավասարաչափ զուգամիությունն էլ էլի տեղի ունի R-ի վրա, հա։ Զուգամետ է R-ի վրա։ Հիմա հավասարաչափ զուգամիությունը ունենք R-ի վրա, մի հատ էլ ասում ենք, որ ոստի օգտագործելով այս սինուս nx բաժանած արմատ n խորանարկ պլյուս 1 ֆունկցիաների անընդհատությունը, հա, R-ի վրա կստանանք, որ Ondեղ թեորեմ 1-ն է կիրառելու, թե թեորեմ 2-ը։ Թեորեմ 1-ը, հա, կստանանք թեորեմ 1-ից կամ 1-ից այս գումարի անընդհատություն, հա։ Դրանից հարցեր
Ոնց որ քիչ առաջվա դեպքում, հա, ասում ենք, որ եթե անընդհատ ֆունկցիաները հավասարաչափ են զուգամիտում, ապա այդ սահմանն էլ է անընդհատ։ Պարզվում է ինչ որ դեպքերում հակառակն էլ կարելի է ասել։ Լինի թեորեմը, որի ապացույցը չենք բերի, հա։ Լինի հայտանիշը, ինքը ասում է հետևյալը, որ եթե շարք ունենք, շարքի գումարն էլ նշանակել ենք x-ով, եթե շարքի անդամները ու են x-երը և շարքի գումարը x-ը անընդհատ են AB-ի վրա, և բացի այդ, մի հատ էլ կպահանջենք, որ այս UN-ները լինեն բոլորը դրական։ Ապա ինչ եք ակնկալում, որ այդ զուգամիտությունը հավասարաչափ կլինի, հա, ապա գումարում են x շարքը հավասարաչափ է զուգամետ։ Ու իհարկե, որ ասում ենք հավասարաչափ է զուգամետ, պետք է ասենք որտեղ, հա, AB-ի վրա։ Նկատենք, որ այս պայմանը, հա, որ UN x-երը մեծ կամ անսար են 0, այդ նշանակում է, որ այս շարքի մասնակի գումարները ինչպիսին են։ Դրական են ու ամեն հաջորդ մասնակի գումար նախորդից մեծ կամ անսար, հա, այսինքն հաջողը ըստ n-ի։ Ու կարող ենք հա նվազողի համար էլ է ճշմարիտ, այսինքն այս նույն պնդումը կմնա ճշմարիտ, եթե UN x-երը բոլորը բացասական լինեն։ Հարի։ Ինչպես։ Ինչն ենք առանձնացնում։ Ոչ թե մի հատիկն է մեծ կամ անսար 0, այլ բոլորը։ Հա, որ փոքր լինի, էլի ճիշտ է, բայց ոչ թե համ մի հատիկը մեծ լինի, մի հատիկը փոքր, հետո էլի մեծ, հետո էլի փոքր։ Այսինքն պետք է ինքը բոլոր n-երի համար, բոլոր x-երի համար նույն նշանի լինեն։ Սահմանային անցում հավասարաչափ զուգամետ շարքերի և հաջորդականությունների համար։
Նախ ձևակերպենք թեորեմային շարքերի համար, հետո էլ արդեն հաջորդականությունների համար կձևակերպենք, հա։ Դիցուկ x0 x բազմության կուտակման կետ է այստեղ թույլ ենք տալի x0 որ լինի թե վերջավոր, թե անվերջ x0 կարող է լինել թե վերջավոր, թե անվերջ Եթե գումար ունեք, եթե գումար unx շարքը հավասարաչափ զուգամետ է x-ի վրա Եվ գոյություն ունեն այս unx-երի սահմանները այս x0 կուտակման կետում Եվ գոյություն ունեն սահման unx Եվ որ x-ը ձգտում է x0 Սա կախված է լինելու ինչից n-ից, x-ից այս սահմանը N-ից, հա, եկեք ես նշանակենք C-նով ապա պարզվում է, որ այս Գումար CN այսինքն նույնն է թե այս գումար սահման UNX x-ը ձգտում է x0-ի շարքը զուգամետ է և այս գումար CN-ը, որ այս գրել էինք հավասարը սահման n1-ից անվերջ, գումար n1-ից անվերջ սահման unx, հա, այս սահմանի ու գումարի տեղերը կարող եք տեղերով փոխել, հա, այսին սահմանային անցում կարող եք անել գումարի նշանի տակ։ Այսին, եթե գումար unx-ն էլ ինչ-որ կերպ նշանակել էինք, թե չէ, չենք նշանակել այսպես։ Այսին, գումարի սահմանը հաշվելու փոխարեն կարող եք գումարների սահմանները հաշվեք ու հետո դրանց շարքի գումարը կազմեք, տեսնեք ինչա ստացվում։ Դրանից հարցեր։ Ինչպես։ Կապացուցենք, բայց ոչ այսօր։ Մի հատ էլ հաջորդականությունների համար, հա, այս նմանը։ Ինչպես։ Չէ, այստեղ Ոնց որ ամենակարևորը այն է, որ հավասարաչափ զուգամություն ունենաք, որ կարողանաք այդ սահմանային անցումը կատարեք։ Ոնց որ ասած, եթե շարքի գումարի սահմանն եք ուզում հաշվեք,
նախ ոնց որ այդ սահմանները պետք է գոյություն ունենան, հա, գումարների։ Ու եթե այդ սահմանները գոյություն ունենում են, ապա դրանց գումարն էլ զուգամետ է, ու տալիս է ինչ որ մեզ պետք է։ Հա։ Վերջավորահատ գումարելի դեպքում այս պնդումը ակնհայտ է, հա։ Ասենք ոնց որ ասեք fx գումարը jx-ի սահմանը հավասար է սահման fx գումարը սահման jx, եթե սահման fx-ը ու սահման jx-ը գիտեք, որ գոյություն ունեն։ Այդ ոնց որ շուտվանից գիտեինք։ Պարզվում է, որ այդ կարելի է նաև տարածել են դեպքի համար, երբ որ ոչ թե վերջավորահատ գումարելի ունեք, այլ անվերջատ ունեք, պայմանով, որ այդ գումարը հավասարաչափ է զուգամետ։ Now, այստեղ թեորեմ 1 գրենք, դել թեորեմ 2, հա։ Հիմա ինչ պետք է ասենք։ Էլի, դիցուկ x0, պատկանում է x', հա, հիշեցնենք, որ x-ի կուտակման կետերի բազմությունը x'-ով էինք նշանակում։ Նա պետք է ասենք, որ եթե f-ն ֆունկցիոնալ հաջորդականությունը հավասարաչափ զուգամիտում է fx-ին x-ի վրա և մի հատ էլ պետք է պահանջենք, որ ինչ։ Այսինքն ինչ լիմենս ես ուզում, որ գոյություն ունեն, և գոյություն ունեն սահմանները, որ սահմանները x-ը ձգտում է x0-ի, fn x, հա, այս էլ, եթե ասենք նշանակենք c-նով, ապա ինչը գոյություն կունենա։ Ինչպես։ Ինչը զուգամետ կլինի։ Ինչի գումար C-ն։ C-ը զուգամետ կլինի։ Ստել շարք չկա, արդեն հաջորդականության համար ենք խոսում։ Հիմա հաջորդականությունը զուգամետ կլինի, ապա գոյություն կունենա սահման CN, n անվերջի ձգտելիս, որը կնշանակենք C-ով, և այդ C-ն, որը սահման CN-ն է, նույնն է թե սահման, n-ը ձգտում է անվերջի, ու մի հատ էլ հիմա էլ սահման x-ը ձգտում է x0-ի fn x, սա ինչ է ակնկալում, որ սա ինչի հավասարվի։ Այս լիմենսները արդեն տեղը փոխած, հա, արդեն սահման x-ը ձգտում է x0-ի սահման n-ը ձգտում է անվերջի fn x, ինչ սահման fn x-ը հետով է, fx-ն է, հա, այսինքն պարզապես, եթե սահմանային ֆունկցիայի, հա, ինչ-որ x0 կուտակման կետում սահմանն եք ուզում հաշվել, պետք է այդ հաջորդականության, ֆունկցիոնալ հաջորդականության անդամների սահմանը հաշվեք x0-ում ու այդ թվերը տեսնեք, թե ինչին են ձգտում։ Ոնց որ ստեղ միակ, ոնց որ ասած, փաստը էս է, մնացածը պարզապես նշանակումներ էին, հա, ստեղ էլ նույն կերպ այս էր, հա, որ գումարի ու սահմանի տեղերն է կարողանում փոխել, ստեղ էլ այս երկու սահմանների տեղերն է, որ կարողանում փոխել։ Ոչ թե x0-ում անընդհատ է, այլ x0-ում ունի սահման։ Կուտակման կետը կարող է նույնիսկ իր որոշման տիրություն չպատկանի, այսինքն անընդհատությունը տեղ հետ ոնց որ ասելու հնարավորություն չունենաք, բայց իհարկե եթե այդ կետում էլ սահմանեք ֆունկցիայի արժեքը հենց որպես այդ cn-ը, ապա կունենաք անընդհատ ֆունկցիա։
Արի։